Հնդկաստան, հեքիաթային և ծայրահեղությունների շքեղ երկիր, որը գրավում է իր գույներով և ճարտարապետությամբ։ Կերամա Ամարացի ընկերությունը չշրջանցեց այս հնագույն երկիրը, ավելացնելով այն 2014 թվականի երկրների ցանկին Հնդկաստանի թեմատիկ հավաքածուով։ Կերամիկական սալիկների և կերամոգրանիտի չափազանց օրիգինալ և ինքնատիպ հավաքածու յուրահատկությունը գնահատողների համար։ Համեցեք ծանոթանալու այս տարվա նոր հնդկական հավաքածուին Կերամա Ամարացի նորաբաց խանութ սրահում։ Երաժշտությունը խլացնում է տխրությունը։ Դա է պատճառը, որ յուրաքանչյուր կիրակի դուք հավաքվում եք շանթի շուրջ, որպեսզի խլացնեք ձեր տխրությունն ու ապահովեք ձեր ուրախ երաժշտական ժամանցը։ Բարի երեկո ու բարի գալուստ, հայկական X Factor։ X Factor նախագիծ, որտեղ իրականանում են վաղեմի երազանքներ։ Երազանքներն առանց նրանց չեն կարող իրականանալ, որովհետև նրանք են մեր ժյուրիի անդամները, նրանք են հենց մեր մասնակիցներին հասցնում իրենց երազանքների շեմին։ Ողջույն եք Քարիակին։ Անգամ ամենակարծրացած և շատ հայտնի երաժշտությունը նրա ձեռքերում դառնում է նոր ու նորագույն։ Խմբերի ղեկավար Գարիկ Պապոյան։ Նրա ձայնը ծանոթ է Հայաստանում, Արցախում և Սփյուռքում յուրաքանչյուրին և նա լսելի է դառնում նաև 24-ից բարձր խմբի համար։ Գորգլումով։ Նոր սերնդի երգչուհիները պետք է լինեն համարձակ և չվախենան նոր քայլեր անելուց։ Հենց դրա համար է Էմմին աղջիկների ղեկավարը։ Սիրելի հանդիսատես ու սիրելի հեռուստադիտող, այսօր արդեն նրա բազմաթիվ վաստակներին ես որպես հեռուստահաղորդավար արդեն սրտանց կարող եմ ավելացնել ևս մեկ կոչում։ Արդեն կարող ենք մոռանալ եվրատեսիլները և ուղղաթիռիցիչները, արդեն կարելի է պարզ ու կոնկրետ նրան հայտարարել։ Հայաստանի վաստակավոր արտիստ Անդրե։ Հաղթում է նա, ով ավելի քիչ է իրեն խնայում։ 23 տարի առաջ ազգս իրեն չխնայեց, ինչի արդյունքում մենք ունենք անկախ և ազատ հանրապետություն։ 8 մասնակից իրենց երգերը նախորդ կիրակի նվիրեցին Հայաստանի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձին։ Ով իրեն ավելի շատ խնայեց, մենք իմանանք րոպեներ անց։ Ժյուրիի 4 անդամ և 8 մասնակից, նրանցից մեկն այսօր հրաժեշտ կտա հեռուստանախագծին։ Դուք արդեն սիրելի հեռուստադիտող որոշել եք, թե ով է դա։ Երկուսը վտանգված են, նրանք վտանգավոր գոտում են լինելու։
Մեկ առ մեկ ես կտամ նրանց անունները, ում համար սիրելի հեռուստադիտողը քվեարկելու է հաջորդ շաբաթ, եւ դա կանեմ ոչ թե աճման կարգով, այլ ընդհանրապես։ Կասեմ անուններ, որ նախագծում են շատ լարված եւ շատ էմոցիոնալ պահ, ուշադրություն, եւ այսպես։ Իրենց դիրքերը դեռ պահում են Անդրեն եւ տղաները, Գարիկի խմբում 2 խումբ է, Գորի մոտ 1 Գագիկ, Էմմին վայելում է 2 աղջկա ներկայություն։ Ամեն ինչ կփոխվի րոպեներ անց։ Ձեր հեռուստադիտող հանդիսատես X Factor-ի որոշիչ ուժ։ Դուք քվեարկել եք հետևյալ կերպ։ Նախագծում է Նախագծում է Նարեկ Վարդանյանը։ Բերդ պարը օգնեց նրան մնալու նախագծում։ Պատրաստվիր ելույթին։ Անդրեի մեկ տղա խաղի մեջ է։ Ով է հաջորդը, ում անունն ենք մենք լսելու եւ ուրախանանք։ Ամեն ինչ որոշում է ձեր քվեարկությունը։ X Factor հեռուստանախագծում 6-րդ գալա համերգի լիիրավ մասնակից կդառնա Հայկը Հունանյան։ Հայկ Հունանյան, մեր մասնակիցն է։ Ահա, վաստակավոր։ Մի հոգի մնաց խմբումդ, կփրկվի արդյոք նա այսօր։ Մենք շարժվում ենք առաջ, մենք լսում ենք անուններ, ովքեր կազմելու են 6-րդ գալա համերգի հիմնական կազմը։ Որ խմբի ղեկավարն է շունչ քաշելու ազատ եւ ուրախանալու։ Թող ուրախանա Էմմին, Ժաննա Դավթյանը նախագծում է։ Ժաննա։ Եվս մեկ անուն, որ նախագծում շարունակելու է իր գործունեությունը։ Լսենք ու հպարտանանք այդ անունով։ Գարիկի մոտ մի տեսակ խիտ են կանգնած, թող Դադուն դուրս գա։ Դադուն շարունակում է իր ընթացքը։ Սոնա և Համբիկ, նրանք նախագծում են, պատրաստվեք ելույթին։ Եվ ուշերը հավասար են։ Գորի մոտ Գագիկն է, Մերին
բռնել է Էմի ձեռքը, Անդրեն Վահեին է ուշ տալիս, իսկ Միկադոն Գարիկի հետ սպասում են իրենց հերթին։ Նախագծում ձեր քվեարկության շնորհիվ մնում է հիմա Անդրեն մենակ է մնում Վահե Մարգարյանը Շնորհավոր Վահե Հիշեցնեմ, որ սա արդեն 5-րդ գալահամերգն է, որ նորաթուխ վաստակավոր արտիստը հանգիստ ճանապարհում է եռյակին ետնաբեմ ու վեհ նստում իր աթոռին։ Շնորհավոր Անդրեն։ Պայքարը շարունակվում է և մենք հիմա կլսենք անուն, որից հետո կհասկանանք ովքեր են վտանգված գոտում։ Մերի, Գագիկ և Միկադո։ Ուշադրություն, X-Factor-ում 6-րդ գալահամերգին իր հերթական համարը կստանա Միկադոն Գարիկը ևս ազատ է Մաշու տղաներ Շնորհավոր Միկադո Հարգարժան Էմի, հարգարժան Գոր Ձեր սիրելի ներկայացուցիչները վտանգավոր գոտում են ցավոք Մերի և Գագիկ պետք է ամեն ինչ անեք որպեսզի ապացուցեք որ հենց դուք եք արժանի շարունակելու մեր գալահամերգներին ձեր ելույթները Եթե ելույթներից հետո ժյուրիի 4 անդամ հավասարաչափ իր ձայները բաշխի Գագիկին ու Մերիին ապա կբացվի ինչպես գիտեք այդ ահասարսուռ ծրարը, որտեղ կլինի անունը դուրս եկողի։ Եկեք այս պահին ջերմ ծափահարություններով թե Գագիկին, թե Մերիին ցանկանանք գեղեցիկ ելույթ և ճանապարհենք Էմիին ու Գորին դեպի իրենց նստատեղերը։ Ցավոք սրտի թե Մերին, թե Գագիկը գիտեն ինչ է նշանակում վտանգավոր գոտի, բայց նրանք շատ անվտանգ ու ապահով կզգան, եթե ջերմ ծափահարությունների և լավ էներգիայի ներքո ելույթ ունենան և առաջինը դա կանի Մերի Ավետիսյանը։ Մերի Ավետիսյան Forget
Բրավո, Զարյան ստուդիա, X-Factor-ի պարային հրաշքներ։ Շնորհակալություն Մերի, որ կարողացար կենտրոնանալ ու հավաքվել ու ներկայացնել մեզ քո 5-րդ գալահամերգին պատրաստված երգը։ Շնորհակալություն քեզ, այս ապահարություններով ուղևորվիր Ետնաբեմ ու սպասիր վճռին։ Իսկ մենք պատրաստվում ենք այս բեմ հրավիրել Եգոր Գլումովի մասնակցին, Գագիկ Հարությունյան, ջերմ ծափահարություն եք թող գա ու վստահ ելույթ ունենա։ Գագիկ Հարությունյան Շնորհավոր, լավ է լինել 24-ից բարձր խմբում, գորի մոտ, որտեղ մասնակիցները հիմնականում գինովցած են, գոյություն ունեն գեղեցիկ աղջիկներ, եւ այսպես էլ է հեռուստադիտող հանդիսական, թող մեզ միանա նաեւ Մերի Ավետիսյանը այս պահին։
Մերին ու Գագիկը երգեցին, նրանց երկուսին էլ օգնեց մեր հրաշալի Արմին Նեզարյանի ստուդիան։ Իսկ հիմա ժամանակն է, որպեսզի բարդ ընտրություն կատարի ժյուրիի անձնախումբը։ Առաջինը Գոռին։ Լսենք ու հասկանանք Գոռ։ Բնականաբար, եւ մենք բոլորը սպասում ենք, որ քո ձայնը պետք է մի անգամից անուն ասեմ, թե իրանք ունեմ ուրիշ բաներ ասեմ։ Ուրիշ բաներ։ Եթերում Գագիկ։ Գագիկ։ Գոռը շատ անակնկալ կերպով հնչեցրեց քո անունը։ Գագիկ, դու մի ձայն ունես, լսենք Էմին։ Ես երևի թե կասեմ մի երկու Ուրիշ բան։ Այո, ինձ համար շատ ցավալի եւ դժվար վարքյաններ են այս պահին, որովհետեւ եւ Գոռին եմ շատ հարգում եւ սիրում եւ Գագիկի բոլոր համարները միշտ սիրել եմ եւ տեսել եմ թե ինչքան է նա աշխատում եւ որքան կարեւոր է նրա համար ամեն բեմելը։ Բայց ես ուզում եմ ասել, որ ինձ համար Մերին ուժեղ մասնակից է եւ ես շատ կուզենայի, որպեսզի նա մնա պրոյեկտում, Մերի։ Գոռն ու Էմին, սա կանխատեսելի էր, սիրելի բարեկամներ, յուրաքանչյուրը ունեք մեկական ձայն, բայց այս պահից սկսվում է ամեն ինչ լարվել։ Եվ թող այդ լարվածությունն իր վրա առաջինը կրի Գարիկը Պապոյան։ Ում է նա տեսնում նախագծում եւ տալիս իր ձայնը։ Մերի։ Երկրորդ ձայնն է ստանում Մերին։ Եվ այս պահին մենք կհասկանանք Անդրեն կհավասարեցնի արդյոք հաշիվը ու ծրար կբացվի թե ոչ։ Երկուսին էլ շնորհավորում եմ ելույթների համար, ես չեմ առանձնացնում նրանց ուժերը, քանի որ նրանք երկուսն էլ հավասար ուժերով ուժեղ են, որ մինչ այս փուլ եկել են։ Ես իմ ձայնը տալիս եմ Գագիկին։ Գագիկ եւ Մերի։ Երկու, մեզ մոտ ոչ ոքի է, այս պարագայում մենք ստիպված ենք բացելու ծրարը, որտեղ գրված է դուրս եկողի անունը, և այսպիսով։ Լարված պահեր են մեզ սպասվում, նրանք երկուսն էլ շատ հուզված են, Եկեք միևնույնն է երկուսին էլ շատ ջերմ ծափահար ենք, նրանք երկուսն էլ արժանի մասնակիցներ են, թե Էմի Մերին, թե Գոռի Գագիկը, բայց ցավոք սրտի նախագիծը մնում է նախագիծ, մրցույթը մրցույթ և ձևաչափը ձևաչափ, ու ցավոք սրտի ձեզնից մեկը այսօր լքում է մեր նախագիծը։ Գագիկ ու Մերի, մենք ձեզ շատ սիրում ենք, շատ, երկուսիդ էլ, իսկապես և այսօր երկուսդ էլ հավասարազոր եք, դրա մասին վկայեց նաև ժյուրիի քվեարկությունը։ Բայց հեռուստաքվեարկողը որոշել է հետևյալ կերպ։ Մեր նախագիծը լքում է Գագիկ Հարությունյանը։ Գոռ, շնորհակալություն, որ սատարում ես մասնակցից։ Գագիկ, ինչ խոսք ունես ասելու։
մեզ նախագծին քեզ մոտ ինչ է կատարվում հիմա։ Ես ամենայն դեպս ինչ կատարվեց այստեղ ես շատ ուրախ եմ, որովհետև այս մի քանի ամիսների ընթացքում ես դարձել եմ Շանթ հեռուստաընկերության մի մասնիկ այս ընտանիքի, այս մեծ ընտանիքի, այստեղ բոլորին շատ հարազատ մարդիկ են, բոլորի հետ ընկերացել եմ, բոլորին շատ սիրում եմ։ Շնորհավորում եմ քեզ, բոլորին, ես շատ ուրախ եմ, ես մեծ ճանապարհ եմ անցել ու հետևություններ եմ արել ու պետք է շարժվեմ մենակ առաջ։ Շնորհակալություն։ Դու հիշիր, որ իսկապես հաջողությունը վերջնական չէ, իսկ պարտությունը ճակատագրական չէ, քեզ մնում է միայն ամենակարևոր բանը քաջություն ունենալ շարունակելու։ Եկեք այս սափահարություններով մաղթենք երաժշտական շարունակություն մեր Գագիկ Հարությունյանին ու շնորհակալություն հայտնենք մեր նախագծում մասնակցելու համար։ Գորգլումովի 24-ից բարձր խմբի վերջին ներկայացուցիչը։ Շնորհակալություն Գագիկ, ճանապարհենք։ Գոր, դու հիմա ազատ ես, սիրելի Գոր, դու պետք է նստես ու վայելես ու դատես մնացյալին։ Գոր Գլումով ծափահարություններ, նա շատ երկար ու շատ գեղեցիկ ճանապարհ անցավ, իր մասնակիցների մեջ լավ երաժշտություն ներարկելով։ Իսկ Մերի Ավետիսյանը դարձավ 01 համարի ներքո ելույթ ունեցող, որպեսզի այս արդյունքը էլ չզգա իր մաշկի վրա վտանգավոր գոտու բարդությունը, քվեարկեք նրա օգտին 01 Մերի Ավետիսյան, շնորհակալություն։ Վերջին 10 տարիների լավագույն հիթերն են հնչելու այս երեկո։ Նախագծում այսուհետ պայքարը կշարունակեն 7 մասնակից, իսկ ես ելի հեռուստադիտող հիշեցնեմ, թե ինչպես եք դուք ստեղծում եք երաժշտական իրականությունը։ 10:55 կարճ համարին պետք է ուղարկել ձեր նախընտրած եւ սիրելի մասնակցի հերթական համարը։ Քաղաքային ցանցի օգտվողներ զանգահարեք 09010 30 եւ հետևեք հրահանգներին։ Կարող եք քվեարկել նաեւ օգտվելով Շանթ հեռուստաընկերության պաշտոնական կայք էջից։ Քվեարկության արդյունքները մենք կամփոփենք հաջորդ կիրակի։ Քվեարկությունը սկսվում է անմիջապես համերգային ծրագրից հետո։ Միշտ ընտրեք ամենաբարդ ճանապարհը, քանի որ այնտեղ չեք հանդիպի մրցակիցների։ Անդրեյ, ինչ ճանապարհ եք ընտրել եւ ում ես ներկայացնելու հիմա դու։ Ներկայացնելու եմ այսօր նոր կերպարով, այսինքն հետ գնացած դեպի իր արմատները Սասունցի Հայկ Հունանյանին, որին օգնության եկել է եւ ոտի է կանգնել ողջ Սասունը։ Հանինո Հայկ Հունանյան։ Դիմավորեք Հայկ Հունանյան։ Հայկ Հունանյան։
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Սասուն ազգային երկիպարի համույթ գեղարվեստական ղեկավար Անդրանիկ Սարգսակ Մանուկյան, շնորհակալություն։ Հայկոին այս կերպարում դեռ չենք տեսել։ Սասնա կերպարով Հայկը ինչ տպավորություն թողեց Էմի ձեզ վրա։ Նախ եւ առաջ եւ ուրախ եմ եւ մի քիչ տխուր գորի համար, ուրախ եմ ինձ համար, առավել ուրախ եմ այս ելույթից հետո, որովհետեւ տրամադրությունս էլ ավելի բարձրացավ, ուժեղություն մտավ մեջս, կարծում եմ Հայկի համար մի քիչ ավելի դժվար էր, որովհետեւ եթե չեմ սխալվում, երաժշտական կրթություն չունի Հայկը, բայց այսպիսի մինուսներով ելույթ ունենալ, այսպիսի գործիքավորումով ելույթ ունենալ բավականին դժվար է, այդ իսկ պատճառով պատվով ես դուրս եկել, ինձ շատ դուր եկավ, քեզ հաջողություն մեր պրոյեկտում։ Շնորհակալություն եմ։ Հարգարժան Գլումով, այս կերպարը դուր եկավ Հայկի ձեզ։ Ես նախ զարմացած եմ, փաստորեն իմ Արազատ պոլիցիայում պարային խումբ կա։ Սասուն ազգային երկիպարի համույթ, այո։ Հետաքրքիր է, ափսոս որ մեր ժամանակ չկար, թե չէ, ով գիտի ինչ կլիներ։ Քո ճակատագիր, այո։ Զարմացած եմ նաև Հայկի կերպարով, շատ է սազում եւ շատ ուրախ եմ, որ թե Անդրեն, թե Հայկը տվյալ պահին կարողանում են մեզ բոլորիս վերադարձնել մեր արմատներին եւ ցույց չտալ մոռանալ այսօրվա ողի մեջ այդ ամեն ինչը ինչ որ մեզ գալիս եւ կպնում է վատ բաների մասին է խոսքը ելույթի մասին կարող եմ ասել որ շատ եմ սիրում այս երգը Անդրեի կատարմամբ միշտ ոգևորել է ինձ եւ գիտեք բաներ կա որ չի կարելի վատ անել այդ պատճառով ինձ թվում է որ համարը ստացված է շնորհակալություն գար Գարիկ Համույթը սուպեր էր ուղղակի ու այդ էներգիան ու դուխը որ իրանցից գալիս էր շատ ոգևորիչ էր ու լցնում են այս համարը շատ շնորհակալ եմ իրոք որ այսպես ես մոտեցել այս համարին որովհետև շատ կիսատ կլիներ եթե համույթը չլիներ Հայկը ուղղակի ես չհասկացա որ մասից մի պահ բաց թողեց պոչը որից բռնած գնում էր ինքը ու շատ պինդ բռնած էր բայց այն պահից որ բաց թողեց իր գիծը ոնց որ համ հայացքով ցույց տվեց իր որ ինչ որ մի բան այն չի համ այդ դուխը մի տեսակ գցեցիր ընդհանուր աշխատանքը փորձում գնահատեմ շատ բարձր ապրեք Շնորհակալություն Գարիկ Անդրե որ պահից եթե կար այդպիսի պահ Ես նախ շնորհակալ եմ ֆոտոատելիե Մարաշլյանին, որը որ տրամադրել է Հայկի կերպարի իսկական Սասունցուս գեստը։ Ես շնորհակալ եմ նաև Սասուն խմբին, ովքեր որ մեծ սիրով համաձայնվեցին եւ օգնեցին ինձ այս համարը լիարժեք ստեղծելու համար։ Համարը ընդհանուր շատ սիրուն էր ամեն ինչ, ես կուզենայի որ դու նույն ոգով երկեր ինչպես որ փորձերին, այդքան տանջվեցինք, արեցինք մի խոսքով Հանդիսատեսը թող լինի մեր կողքին ամեն դեպքում ես վստահ եմ որ շատ շատերը տեսան նոր Հայկ Հունանյան եւ ամենայն դեպս շատ լավ է որ մենք կարողացանք նաեւ այս կերպարում ելույթ ունենալ Շնորհակալություն Հայկ ինչ կասես դու ինչն է դիսկոմֆորտ էր ընդհանուր նորություն էր նորարար վիճակ էր քեզ համար Սասունցու կերպարը Առաջի անգամ էի տարածով ելույթ ունենում, շատ ուրախ եմ, շատ շնորհակալ եմ բոլորիդ, ճիշտ եք ասում, ընդունում եմ սխալ ես։ Մնացածը շատ լավ է ամեն ինչ, սիրելի բարեկամներ, սիրելի հեռուստադիտող քվեարկող, նրանք իրավունք ունեն մի փոքր սայթակելու, որովհետև այս ամեն ինչը իրենց համար առաջին անգամ է։ Հայկը հանդես եկավ 0-2 համարին 2, քվեարկեք եւ նա ամեն ինչ կշտկի հաջորդ գալա համերգի ընթացքում։ Հայկ Հունանյան 0-2 Երաժշտությունը ամենակախարդական ու հրաշալի դասարանն է, իսկ X Factor-ը ամենամեծ լսարանը։ Այդ լսարանի առջև ով է հիմա հանդես գալու Պապոյաններից ամենագարիկ։ Միկադոն Միկադո դիմավորեք։ Mikado.
Arhago me sto na sande ucha achkeru mabru melur baika yanko hobi het me nama aftavaru me irho baba mekne butucha nore ketam tu me yerka sharna kum alserune mekne butucha mahanche vorm kesana hanche chingaro yerka Arhago me sto Sopne nas kapsundanda Sare itso sochera ba Takarune kune bahti Bernazuvit ochinchil chikhafti Yelu tori manashkara Orar tare gochana para Yelu tomora di pariba Yerga cum hasta tipativa Prego me Arrago me Prego me Prego me Arrago me Prego me Estou, prego me estou. Quero tua manascara, ora tare con gianna para. Quero tua morasti per riba, quero come sta viva. Quero tua manascara, ora tare con gianna para. Quero tua morasti per riba. Ես ու Սիրուշան երբեք չենք պատկերացնում, որ մեր երգը այսպիսի մեկնաբանություն կունենա, այսպիսի լավ ու հետաքրքիր, գոր հավանեցիք։ Շատ եմ սիրում Միկադո խմբի այս ճանապարհը, որը նրանք արդեն անցել են։ Այս կատարման մասին կարող եմ ասել, որ ռիթմ սեկցիան ավելի հզոր էր, քան խմբի մնացած պարագաները։ Ինձ թվում է, որ ինչ-որ հում բան կար այստեղ, մի քիչ Գարիկին ավելի շատ լսեք այդ քանը։ Շնորհակալություն։ Էմմի։ Սա երևի հայկական նոր շոու բիզնեսի մեջ ամենաբարդ երգերից մեկն է եւ այս երգը ընտրելիս պետք է լինել շատ վստահ եւ ժամանակ ունենալ շատ, որպեսզի ավելի լավ տիրապետել ամեն մանր նոտաները, որոնք կան այս երգի մեջ։ Անկեղծ եմ ուզում ասել, այս երգը ես բացի Սիրուշոյից ուրիշի կատարմամբ ուղղակի չեմ կարող պատկերացնել։ Երևի թե դա էր պատճառը, որ մի քիչ ինձ խանգարեց, բայց այնուամենայնիվ էլի ողջունելի է, շատ
գեղեցիկ լավ երգ եք ընտրել, ինչի համար ես շնորհավորում եմ ձեզ, Ավետին եւ Սիրուշոին։ Շնորհակալություն։ Անդրե, կողմնակից ես ընկերներիդ հետ, թե այս մեկնաբանությունը սրտովդ էր։ Ես ընդհանրապես կողմնակից եմ էքսպերիմենտների, նոր ամեն ինչի, լինի դա լավ, լինի դա վատ, ես ամեն դեպքում ես իսկապես ողջունում եմ, որովհետև ձեր տարբերակը բավականին հետաքրքիր էր։ Իսկ Միկադոյական է։ Մեծն լեգենդար Կոմիտասը, երբ որ այդ իսկապես այդ խաղերը Պրեգոմեշի արել է, դա իսկապես ճկուն ձայնալարեր են պետք եւ ժամանակ է պետք դրա համար, բայց քանի որ X Factor-ում եւ ուրախալի փաստ է, մենք ժամանակ այդքան էլ չունենք, ունենք ընդամենը 4-5 օր, որպեսզի ամեն ինչը կարողանանք։ Ես շնորհավորում եմ եւ Գարիկին, եւ Միկադոին, հետաքրքիր է ինձ համար, ամենայն դեպս այս խումբը ինչի համար, որտեղ միակ խումբն է, որ X Factor-ի առաջին համերգից մինչ այս 6-րդ գալահամերգը նրանք երգում են հայերեն, իսկ դա արդեն իսկ ողջունելի է։ Շնորհակալություն Անդրե, եւ լսենք խմբի ղեկավարին Գարիկ։ Ես կարծում եմ, որ Միկադոն շատ մեծ քայլ արեց այն ուղղությամբ, ինչը որ նա բռնել է, նրանք ունեն մի նպատակ ամեն երգի հետ ավելի ճանաչելի դարձնելու իրենց մոտեցումը ընդհանրապես երաժշտությանը եւ ուղղակի հաշվի առնելով իրենց տարիքը եւ իրենց փորձը, ես կարծում եմ ահռելի աշխատանք են նրանք կատարում եւ ես ողջունում եմ ուղղակի նրանց դուխը եւ նրանց մոտեցումը այս ամեն ինչին, որովհետեւ այլ է ուղղակի դա անել, այլ է մրցույթի շրջանակներում իրոք դիմել ռիսկի։ Իսկ նրանք այդ ռիսկին դիմում են, ես ողջունում եմ ձեզ։ Ապրեք, շատ հրաշալի գործ եք արել։ Մաշ, ինչ կասես քեզ համար բարդ էր մտնելու այս երգի էներգետիկայի մեջ։ Չէ, որովհետև կարողացանք ամեն բան զգալ, որքանով դա ստացվեց փոխանցել, դա արդեն հանդիսատեսի ու հեռուստադիտողի պարզ կլինի, բայց հիմա շնորհակալական խոսքեր միշտ են լինում, ես ուզում եմ փոխարինենք մենք այս անգամ շնորհավորանքի խոսքերով։ Առաջին հերթին ուզում եմ շնորհավորենք մեր շատ սիրելի Անդրեին վաստակավոր արտիստի կոչում ստանալու համար։ Երկրորդ հերթին մեր շատ սիրելի ղեկավար Գարիկի անցած ծնունդն ենք շնորհավորում եւս մեկ անգամ։ Բարով ես ծնվել Պապոյան։ Եվ ամենակարևորը ուզում ենք շնորհավորել Սիրուշոին մայրանալու առիթով։ Կարծում եմ դա ամենակնքուշ բերկրանքն է։ Հուսամ իրենց երկուսին էլ դուր կգա տարբերակը։ Շնորհակալություն, Մաշ, ձեր բարեկամներ, նրանք ստեղծվել են ու ծնվել են, նրանք ելել են, որպեսզի իմանա հայոց աշխարհը, որ արդար ու հրաշալի ու նոր է նրանց ճանապարհը։ 0-3 համարի ներքո Միկադո։ Շնորհակալություն։ Վաղուց արդեն գիտնականներն ապացուցել են, որ երաժշտությունը ունի թերապևտիկ եւ շատ վերականգնողական էֆեկտներ, ում ենք լսելու եւ ում թերապիան ենք անցնելու Անդրե հիմա։ Այժմ բոլորս միասին անցնում ենք անկեղծության թերապիա, որը որ մեզ կփոխանցի Վահե Մարգարյանը։ Վահե Մարգարյան, դիմավորեք։ Վահե Մարգարյան Sweet
Բրավո, փոքրիկ նավելեր։ Գեղարվեստական ղեկավար Նարինե Տոպարյան, շնորհակալություն։ Կեցեք։ Ճանապարհ ենք մեր գեղեցկուհիներին, շնորհակալություն մեր Նարինեին։ Տարիներ շարունակ բարձրաճաշակ աշխատանք, բրավո Նարինե։ Իսկապես քեզ վրա կարված երգեր, Ռիբակի երգը։ Էմմի։ Ես ճիշտ ասած հենց այդ նույն նախադասությունն էի ուզում ասել, որ այս երգը եւ դու երևի թե ամենամտերիմ ընկերներն եք դարձել, որովհետեւ այս երգի դրամատրությունը լրիվ դու ես, ամբողջությամբ դու ես, ես ողջունում եմ շատ ուրախ էր ամեն ինչ, մի խոսքով, շնորհավորանքներս, միայն ամենալավագույն խոսքերը ինչ կարող եմ ասել։ Շնորհակալություն։ Գլումով Վահեի հեքիաթը հասավ քեզ, հավատացիր այդ հեքիաթին։ Վահեն փաստորեն ստեպել տիրապետեց այս պրոյեկտում այո։ Վահեն եւ երկու ֆուտբոլային թիմ աղջիկներ։ Ինձ թվում է, որ Ռիբակից լավ է ստեպ խփում հաստատ։ Ջութակ կարող է սովորես ընթացքում, երգելը հաստատ Ռիբակի, որովհետեւ ես այս երգը որ առաջին անգամ լսեցի, չքվեարկեցիր նրա։ Ափսոս մեր տանը չէ, թե չէ հերոստացույցը կջարդեի, բայց վայի կատարմամբ սկսում եմ սիրել, միգուցե մեքենայումս լսեմ, բայց վայի կատարմամբ։ Մենք գիտենք քո մեքենայում կատարվում, հաստատ տեղ չի գտնի։ Այս երգը Գլումով։ Վայ ջան, ապրես, գիտես ինչ, շատ կարևոր է, որ արտիստը կարողանա մտնի դերի մեջ եւ կարողանա համոզել մարդկանց, որ դա իրն է, իր համար է եւ այդ ժպիտ անկեղծությունը, ոտքերը համարյա չծալվել է, այդ ամեն ինչ այնքան լավ է, որ ես չգիտեմ, շատ գիտես տղաներին տես բան չեն ասում, բայց հիմա կասեմ, շատ պուպուշ վիճակ է կանած, այո։ Շնորհակալություն Գլումով։ Իսկապես Գլումովի շուրթերից պուպուշ բառը ձեռք է բերում շնուպն։ Գարիկ։ Վահեին ուրախ եմ տեսնել այն ամպլուայի մեջ, որում ինքը մեզ ներկայացավ, երբ որ առաջին անգամ եկավ X Factor։ Ինքը այսպես հենց զվարթ մեզ ներկայացավ այն ժամանակ, դրանից հետո, երբ որ անցավ գալահամերգներ, ինչ որ երկար տխրեց, տխուր էր մի պահ Վահեն, բայց ինքը այնքան քամիներ էին անցնում երեխայի վրա։ Այնքան բնական էր այդ ստացվում, որ մենք չենք արհեստական բան չենք զգում, բայց հիմա որ վերադարձավ այդ ամպլուային, զգացի, որ կարոտել է իր այս վիճակը, այս զվարթ, երիտասարդ, ուրախ, դեղին, կարմիր վիճակները, որ հիմա ինքը ունի։ Հենց որ ոնց որ միշտ Վահե ջան, շատ լավ էր իրոք։ Ես ուրախ եմ, որ դու պինդ գնում ես քո ճանապարհով, շատ ուրախ եմ։ Շնորհակալություն Գարիկ։ Պարոն Հովնանյան, ինչ կասեք այս ամենի մասին։ Ստացաք Վահեից մաքսիմում այնինչ։ Այո, ստացա այն ինչ որ տեսա։ Եվ այո, առաջի գալահամերգին էլ ենք իհարկե զվարթ կատարումով եղել, 3 համերգ, 5-րդն է, չէ՞, մեր գալահամերգը, պարոն Պապոյան։ 3 երգ մենք հոգով երգեցինք եւ 2 երգ այսպես ուրախ տոնական նվիրեցինք եւ ձեզ եւ հերոստատիտողին։ Վահե ջան, ամեն ինչ հոյակապ ստացվեց։ Ես շատ շնորհակալ եմ անչափ Նանեին, Նարինե Տոպոլյանին, իմ շատ հարազատ լավ ընկերոջը, որ արդեն 18 տարի է մենք իրար հետ ենք սկսել բեմում, ես ով հիշում է չի հիշում, Վահե ջան, դու դեռ ծնված չէիր, 18 տարի առաջ մենք միասին, այսինքն նրանք ինձ հետ բեմում կատարվում էր շոու, եւ այսօր անցավ 18 տարի եւ նրանք էլի իմ կողքին են եւ բեմում կատարվում է շոու։ Շնորհակալ եմ անչափ շատ։ Վահե ջան, դու ո՞նց ես։ Անընդհատ դու ասում էիր Անդրեին, որ ուզում եմ պարեմ, ուզում եմ մանուկ լինել 17 տարեկան, չեմ ուզում տխրեմ, Անդրե։ Այդպիսի բաներ իհարկե չէր ասում, բայց մտածում էր երևի։ Պարել են ամենասկզբից, երբ որ եկա X Factor, շատ եմ ուզել բեմին պարել, հենց առաջի փուլից էլ երգել, որը երազանքեր կատարվեց, ուզում էի պարել ու այսօր պարեցի, չգիտեմ ինչքանով ձեզ դրական լիցքերով լցրեցի, ինքս ինձ շատ դրական լիցքերով լցրեցի։ Կեցես, Վահե, Գյումրվա երաժշտական շնորհքը մեր նախագծում ներկայացնում է Վահեն, մենք նրան իսկապես
շատ ենք սիրում եւ ուզում ենք տեսնել մեր նախագծում 04 համարի ներքո Վահեի համար ուղարկում ենք SMS-ներ եւ տեսնում ենք նրան մեր գալահամերգներին կեցես Վահե ու շնորհակալություն քեզ հաջողություն Երաժշտությունը բացառիկ երևույթ է մշակույթի ամենանուրբ, միևնույն ժամանակ ամենաազդեցիկ ոլորտներից մեկը։ Այս պահին մենք պետք է ազդվենք ումով, Գարիկ, կներկայացնես։ Ճիշտն ասած, խոսքս մի քիչ բարդ էր, դրա համար չկարողացա ամեն անգամ նույն կերպ ասել, փորձեցի ուղղակի գրեմ, որպեսզի չմոռանամ, կարելի է կարծամ։ Իհարկե։ Դիմավորեք, դա դու։ Դիմավորում ենք, դա դու։ Դադո Hey, I heard you like who I was. Ooh, if I took you home, I'd be a home run. Somehow you do. I want to shut down a club with you. Hey, I heard you like who I was. Yeah, I like crazy, foolish, stupid, body going off, it's bumping music. I might lose it, blast to the roof, that's how we lose it. I don't care the night, she don't care. We like almost there tonight, vibe, ready to get live. Ain't no surprise, take me so high, jumping those off, surfing the crowd. Ooh, said I gotta be the man, I'm ahead of my band, my chick 1, 2. Shut them down in the club where the play both does, and they all get loose. After bottle, we all get banned, and again tomorrow. Gonna hang over, cause that's the motto. The club shut down 100 supermodel. Hey, I heard you like who I was. Ooh, if I took you home, I'd be a home run. Somehow you do. I want to shut down a club with you. Hey, I heard you like who I was. Party rocker, we showstopper, more shampoo, number 1 club popper. Got a hangover like too much vodka. Can't see me with 10 binoculars. So cool, no doubt. By the end of the night, till the clothes coming up till I make that move. Somehow, someway, gotta raise that roof. All black shades when the show goes through. Oh, it's locked down, everything goes round. Our baby did a freaky show. What happens to that body? It's a private show. Stage right to private show. I like the Monte, don't tell me hot pain. Tolerance, bottom off with a champagne. And my life, come on, homie, with the hits pain. Do your business with the get we design. Hey, I heard you like who I was. Ooh, if I took you home, I'd be a home run. Somehow you do. I want to shut down a club with you. Hey, I heard you like who I was. I am a wild, won't break me in. Setting me up and let's begin. I am a wild, won't tell me now. Running with awesome on the prowl. Just show you another side of me, a side that you never thought you would see. Turn up that body, dominate you till you had enough. Yeah, I hear you like no one stop. Yeah, hey, I heard you like who I was. Ooh, if I took you home, it'd be a home run. Somehow you do. I want to shut down a club with you. Hey, I heard you like who I was. I am the one won't break me in. Setting me up and let's begin. I am the one won't tell me now. Running with awesome on the prowl.
Բրավո։ Դադու իդեր կանադարնանք, սակայն հիմա եկեք ջեր ծափահարենք մեր Արմինե Զարյանին։ Իր ստուդիային Ամազոնիների ղեկավարը հենց նա է, մեր սիրելի Արմինե Զարյանը։ Դե ինչ, Համբիկի գերեվարության պատմությունը ավարտված է, հիմա կարող ենք հասկանալ ավարտած այս պատմությանը Անդրեն, վարպետ խոսեք։ Ամեն անգամ իմ խոսքը խմբի մասին, երբ որ խոսում ենք, ավելի շատ ծավալուներ դեպի Համբիկի կողմ, բայց այսօր ես ուզում եմ նաև խոսալ եւ գովեստի լավ գեղեցիկ խոսքեր ասել մեր հրաշք Սոնայի մասին, որովհետեւ շատ գեղեցիկ հենց երկի սկզբից մտա շատ գեղեցիկ դերի մեջ, շատ մի խոսքով խնդրում եմ, որպեսզի դու համերգից հետո, երբ որ միշտ ասում ես ես ինձանից գոհ չեմ, ես գոհ եմ Համբիկից, այսօր խնդրում եմ քեզանից գոհ եղիր, որովհետև իսկապես շատ լավ ելույթ ունեցար դու, բայց իրար հետ իսկապես շատ գեղեցիկ է այս ամեն ինչը, համահունչ, դա մեր բարի որջձը Արմինեն, մի խոսքով ամեն ինչ շատ դուրս եկավ, շատ գեղեցիկ էր, շատ նոր էր, Էմի։ Շնորհակալություն։ Էմի։ Երևի ամենակարևոր բանը դա այն է, որ բոլորը արդեն հասցրել են ձեզ սիրել, այդ թվում նաև պրոդյուսերները, ովքեր այստեղ նստած են։ Այնուամենայնիվ չեմ զլանա գովեստի խոսքեր ասել, որովհետև իսկապես ինձ շատ դուր է գալիս ձեր խմբի ներկայությունը այս պրոյեկտում։ Եվ բացի դրանից նաև պատկերացնում եմ ինչքան ուժեղ եք դուք ձեզ զգում բեմում, երբ Արմինեն բեմում էր եւ բարուհիները բնականաբար ես ուզում եմ եւս մեկ անգամ ողջունել։ Եվ ուզում եմ որպեսզի անեք ամեն ինչ, որպեսզի ես ձեզ տեսնեմ անպայման եզրափակիչ փուլում, որովհետև դուք իմ ամենասիրած մասնակիցներից մեկն եք։ Շնորհակալություն։ Չզլանալու էստաֆետը փոխանցենք նաև ձեզ, պարոն Գլումով։ Ինչ կասեք դուք չզլանալով։ Շատ լավ էր ամեն ինչ, ունեմ երկու շատ կարևոր նկատողություն, սի ու ցեղի հնդկացիներին երբևիցե կին արմատ ուրեմն չի ղեկավար է, քանի որ նրանց մոտ սկվոները միշտ ավելի ցածր էին։ Եթե Ամազոնուհիներ են, ապա նրանց ձեզ մոտ Ամազոնուհիներ էին։ Ուզում եմ ասել, եթե սիուներ են, պետք է հետևը ջունգլիներ չներ։ Եթե ջունգլիներն էր, մի քիչ նրանք ավելի շատ պետք է մերկացած լինեին, բայց դա իմ ճաշակն է։ Մերկության եւ խմիչքների գլխավոր մասնակետը մեր։ Ինչ վերաբերվում է Դադու խմբին, ինչպես միշտ շատ վստահ, շատ լավ եւ շատ համահունչ ապրեք։ Ես ձեզ շատ եմ սիրում եւ ամեն անգամ ուզում եմ ձեզանից ավելին ու ավելին ստանալ ու ամեն անգամ ինձ թվում է որ ստանում ապրեք։ Շնորհակալություն, Գոր։ Գարիկ։ Նախ որպեսի չմոռանամ Դադուի մասին, որտեվ հաստատ չեմ մոռանա խոսել, ուզում սկզբից ուղղակի շնորհակալություն հայտնել մի մարդու, ով մեզ տրամադրեց այն բմբուլները, որ կար Արմինեի վրա, որտեվ այդ բմբուլները այս համարի մեջ ամենաբարդ բանն էր, որ կարելի էր անել։ Չի ճարվում այդ բմբուլներից ուղղակի եւ մի հոգի կա, ով մի քանի տարի երազել էր դրա մասին եւ կարողացել էր ունենալ եւ ոչ մեկի չէր տալիս։ Այս նա մեզ տվեց։ Շնորհակալություն Նուշ։ Նուշին եմ շնորհակալություն ասում, տաղանդավոր դիզայներ, արխիտեկտոր Նուշին ճարտարապետ։ Ինչ վերաբերում է Դադուին, Դադուն աչքից դեմը չափազած մեծ լոնքերով աճում է, լուրջ եմ ասում, որտեվ այս վերջին համերգով իրանք ոչ միայն ելույթով դա ապացուցեցին, իրանք ապացուցեցին ինչով։ Ես, քանի որ տարեդարձից համար որոշել է երկու օրով բացակայել երկրից, ես եկա իրենց տվեցի երգը, իրենց ասեցի միտքս, իրենց տվեցի խնդիրը, այնտեղ կար նաև Արմինեն, նրանք այդ ամեն ինչը լսեցին, ես գնացի եկա, համարը պատրաստ էր։ Դրանից ավել բան չեմ կարող պահանջել, որտեղ ելույթն էլ հրաշալի էր։ Շնորհակալություն։ Այսենց է, շատ ապրեք։ Շատ։ Համբիկ։ Լավ ես։ Քեզ զգում։ Շատ լավ եմ զգում։ Այս երգը իմ ամենասիրած երգերից մեկն էր, դրա համար տենց որ նախքան որ ժամանակը սկսեր փորձել, ես արդեն այս երգը սովորել էի ու տենց շատ ուրախ եմ, կարծում եմ գոհ եմ իմ կատարումից։ Շնորհակալություն, Սոնջան։ Սակայն ես էլ գոհ երկուսից էլ գոհ եմ։ Լսեցինք վերջապես, որ Սոնան իրենից գոհ է։ Շնորհակալություն։
Դադու խումբը ստեղծվել է Գարիկի շնորհիվ, իսկ ձեր շնորհիվ նրանք նախագծում են, եթե քվեարկեք նրանց այդ էներգիան, լավ ու համն ու հոտը, մենք կզգանք նաև հաջորդի մեր գալահամերգներին։ Դադու 05 համարի ներքո քվեարկում ենք բոլորս։ Դադու, շնորհակալություն։ Ցելի հեռուստայտող հիշեցնեմ մեր քվեարկության կարգը։ Յուրաքանչյուրդ, ով ուզում եք մասնակցեք ստեղծելու համար մեր երաժշտական իրականությունը բջջային բոլոր օպերատորների բաժանորդները, կարող եք հաղորդագրություն ուղարկել 1055 կարճամարին, նշելով ձեր մասնակցի, ձեր սիրելի մասնակցի հերթական համարը 0901030 եւ հետևում եք հրահանգներին։ Կարող եք նաև քվեարկել Շանթ հեռուստաընկերության պաշտոնական կայք էջունք։ Եղեք սրտանց, եղեք ջերմ ու ակտիվ եւ կստեղծեք մեր X-Factor-յան ներկայացուցչությունը։ Երաժշտությունը մաքրում է հին ու նրա հետքերը, որովհետև հավերժ է միայն նա, ինչ գեղեցիկ ստեղծագործություն ենք լսելու մենք հիմա Անդրե։ Նա 2006 թվականին ելույթ ունեցավ Եվրատեսիլի բեմում։ Նա քամիներ երգը այսօր շատ գեղեցիկ երգելու է։ Այսինքն ես ուզում եմ կապել իմ ուղին 2006 թվականի Եվրատեսիլի եւ Նարեկ Վարդանյանի, որը որ մասնակցեց մանկական Ռուսաստանի Եվրատեսիլում եւ գրավեց 3-րդ հորիզոնականը։ Այսօր նա շատ գեղեցիկ համարով ելույթ կունենա եւ կներկայացնի արդեն իսկ շատ սիրելի քամիներ ստեղծագործությունը։ Նարեկ Վարդանյան, դիմավորեք։ Նարեկ Վարդանյան Ես կդառնամ նորին Ճամփաներից եկա Նորից քեզ մոտ կգամ Մի երեկո Ու քեզ կասեմ ես Բայց սիրելի խոսքեր Դու անավարտ սիրո Մի ակնթար ու կգշության խոսքեր նորից գասել Քեզ կփնտրեմ անվեր հեռուներում երկնի ու լույսերում կապուտ անապական Թող հալածեն Քեզ իմ աչքերն անքուն Դու իմ անվեր սիրո մի պատմություն Թող որ վարվեն օդում մեր խոստումները լում Դու իմ անվեր սիրո մեծ պատմություն Ու քամիները քեզ նորից կորոնել Քեզ նորից համբույր կտան ու իմ շուրթերը քեզ նորից կչանաչեն ու կգշության խոսքեր նորից կասեն ու քամիները քեզ նորից կորոնել
կճանաչեն ու քնքշության խոսքեր նորից կասեն ու քնքշության խոսքեր նորից կասեն Քամիներ Սուրեն Կնյազյանի գեղեցիկ ստեղծագործությունը մեր Նարեկի կատարմամբ։ Նարեկի քամիները Էմմի ջան քշեցին արդյոք քեզ դեպի հեռու։ Սա երևի թե ամենառոմանտիկ ելույթն էր մեր գալաների ընթացքում, ողջունելի է շատ։ Եվ թե երգը, թե կատարումը, թե ամբողջ բեմադրությունը այնքան գեղեցիկ էր, որ մի պահ հետ էի գնացել, պատկերացնում եի, եթե քամին լիներ, ինչպես ինձ կզգայի։ Իսկապես շատ գեղեցիկ ելույթ էր, շնորհավորում եմ։ Շնորհակալություն Էմի։ Պարոն Նայք Գլումով։ Այսօր անակնկալների երեկո է, սկզբից վատ անակնկալ Գագիկի հետ, հետո անակնկալ, որ իմացա պոլիտեխնիկում պարային խումբ կար, հիմա էլ իմացա, որ Նարեկը Եվրոտեսիլի է մասնակցել մանկական, հուսով եմ դա քո վերջի Եվրոտեսիլը չի, բայց հիմա եռագույնդ կփոխես, արդեն հայկական կլինի։ Ինձ թվում է, որ եթե Անյա Կուրնիկովը նայում է հայկական X-Factor-ը, հենց այս ելույթից հետո զանգեց Էնրիկե Իգլեսիասին եւ ասեց նրան բայ-բայ։ Ահա, թե որտեղից։ Որովհետեւ ես հասկանում եմ, թե ինչի են աղջիկները ղժում, շորերը պատռում իրենց վրա։ Նարեկ ջան, երկար ճանապարհ ունես, ապրես։ Շնորհակալություն Գոր, շնորհակալություն։ Այսօր իսկապես Գորի ասածները շատ թանկ է պետք ընկալել, որովհետև մարդ է, ով րոպեներ անց առաջ կորցրեց իր միակ մասնակցին, դրա համար շատ պետք է ուրախանաս Գորը, եթե լավ բան է ասում, տղա մասնակցին։ Պապոյան։ Մենք այսօր երկու համարում տեսանք աղջկա և տղու հարաբերություններ, մեկում ոնց է դա պատկերացնում Գորը և մյուսում ոնց է դա պատկերացնում Անդրեն։ Այո, կարդինալ տարբեր մոտեցումներ։ Բավականին, այո, ես կասեմ, որ բավականին։ Ինձ թվում է որ ներքերս ավելի հոգեհարազատ է տարբերությունը։ Գիտես, երկուսից էլ կա իմ մեջ, ես ուղղակի հա, ինքս ոնց որ չբացեմ բոլոր խաղակարտերը։ Բայց համարը հրաշալի համար էր, այս ուղղակի չափազանց գեղեցիկ բեմադրված ու չափազանց լավ իդեա ունեցող համար էր,
շատ գեղեցիկ աշխատանք է։ Նարեկը ինձ թվում է փայլուն կատարեց իր դերը այս համարի մեջ։ Ինձ թվում է մի բան կար պակաս այս համարում, ինձ համար կոնկրետ, դա Նարեկին երկար մազերներ, որ սենց էլի քամուեց, սենց իրանն է գնար ու ամեն ինչ կընկներ տեղը։ Մնացածը սուպեր էր, շատ լավ էր։ Շնորհակալություն, Գարիկ։ Անդրեայո, խմիչք եւ պարող ուրիշ պարեր, պարող աղջիկներ չկային, բայց ինչ կասես։ Շատ գոհ եմ իմ աշխատանքից, այսինքն արդյունքից իմ աշխատանքի, քանի որ բեմում տեսա այն ամեն ինչը, ինչ որ ցանկանում էի փորձերի ժամանակ, ինչ որ պահանջում էի մասնակցից փորձերի ժամանակ, ասեմ, որ գորե ասած եռագույնի պահը իր քյավառը արմատները իրան հետ կանչեցին եւ բերեցին եւ ես վստահ եմ, որ քյավառը իրեն այսպես պինդ եւ ամուր կպահի դեռ Հայաստանում շատ երկար։ Բայց էլ մանկական Եվրատեսիլին պետք չի մասնակցել, արդեն մեծերին։ Բայց շատ հետաքրքիր էր, որ ես նայում էի այդ մանկական Եվրատեսիլը, նոր վերադարձել էի մեծերի Եվրատեսիլից եւ նայում էի, բայց չգիտեի, որ այս տղան տարիներ հետո 8 տարի հետո պետք է լինի իմ խմբի մասնակից։ Մի խոսքով գոհ ես մասնակցից։ Շատ գոհ։ Շնորհակալություն։ Նարեկի անհայտը բացահայտելու համար նախ եւ առաջ պետք է տալ նրան այդ հնարավորությունը բացահայտվելու մեր ծրագրումից։ Դրա համար պետք է շատ ակտիվ քվեարկել 06 համարին, իսկ մինչև քվեարկությունը կսկսվի, մենք կհասկանանք ինչ է կատարվում մեր Նարեկի սրտում, ինչ քամիներ են այնտեղ փչում։ Ելույթիդ մասին ինչ կասես։ Հիմա ինչ ես ուզում, գնաս Գագիկի ձեռքից առնես այն խմիչքը նրա պարուհիներին եւ տոնես հաղթանակդ, թե։ Ես սենց իմ ելույթներին 100%-ով իմ դուրը չի գալի, որովհետեւ կան ինչ-որ բաներ, կար խնդիրներ, որը չեմ ուզում ասել։ Մի 90%-ով դուրս եկավ, լավ էր։ Բարի։ Ապահովեք 100%-անոց քվեարկություն։ 06 Նարեկ Վարդանյան, շնորհակալություն։ Իսկական երաժշտությունը էմոցիաներ է բերում։ Ով եւ ինչ էմոցիա կբերի այս պահին մեզ սիրելի Էմի։ Իսկ հենց հիմա այս պահին X Factor-ի բեմում եւ ձեր հեռուստացույցի առջև հրավառություն Ժաննա Դավթյան։ Հրավառություն Ժաննա Դավթյան, դիմավորեք։ Ժաննա Դավթյան։ Just on tonight, like the 4th of July. Maybe you're the fire you are. Come on, let your colors burst. Make it going up. As you shoot across the sky, sky, sky. Maybe you're the fire you are. Come on, let your colors burst. Make it going up. As you shoot across the sky, sky, sky. You don't have to feel like the West is space. You're original, cannot be replaced. If you only knew what the future holds after a hurricane comes a rainbow. Maybe a reason why all the doors are closed, so you could open one door leading to the perfect one. Like a lightning bolt, you're half below, and when it's time to know, you just gotta ignite.
Շնորհակալություն պարողներին, շնորհակալություն Արտյոմ Գևորգյանին, ինչպես եւ խոստացել էր Էդմին, հրավառություն մեր եթերում։ Քանի դեռ Ժաննան չի սկսել իր էմոցիոնալ պահերը, արտահայտվեք, Անդրե։ Հենց արտահայտվեմ կլացի։ Սալուտից էլ աչքերը որ մռմռում ասում արտասվել։ Ինչ արտահայտվեմ, շատ գեղեցիկ էր, շատ ուրախ էր, շատ պոզիտիվ էր, ապրեք, շնորհավոր, կարճ կապեմ Էմի եւ Ժաննա, ապրեք։ Կեցեք։ Գարիկ հավանեցիր Ժաննայի ելույթը։ Ես ընդհանուր համարը հավանեցի, չեմ առանձնացնի Ժաննայի երգեցողությունը, պարերից եւ այլն, ընդհանուր ինչ տրամադրություն որ ստեղծվեց, բավականին շատ հավանեցի, որովհետեւ Ժաննան դե բավականին մեծ դեր էր կատարում այս ամեն ինչի մեջ, բայց նաեւ երեխաները, որոնց հիմնականում ենք սովորենք տեսնել մեր բեմի վրա տենց հրեշտակի թևերով, փայլեր ծխնելով, բան, բայց այսօր իրանք ինչ որ լուրջ պարային համարով են ելույթ ունենում, այսպես ինչքան գիտեմ, տենց չէի հիշում որ կլիներ, ես այստեղ ինձ մանկական պարային ակումբի DJ եմ իպազգում, որտեղ բարձր դիրքից ահագին ցույց երեխեք են sense դեմից կամ ոնց որ երեխաները ինձ ընտրեին նախագահ, այդ տիպի ինչ որ մի հատ բան կար։ Ամեն դեպքում Ժաննա ջան, ես ինչ ասում քո ստեղծած տրամադրության արդյունքն է։ Շնորհակալություն։ Շնորհակալություն Գարիկ։ Գոր։ Ես ճիշտ ասած հենց այսպես էի պատկերացնում Էմի վերջին զանգը։ Դե որ ստեղ թրջկոտում էր։ Дело Билана живет, ուրիշ բան չեմ կարող ասել, ամեն ինչ կար։ Եվ կրակ, ծուխ, երգ, բալերինա, Էմի, շատ լուրջ դեպքեր, կարևորը պատահարներ տեղի ունեցան։ Շնորհակալություն։ Էմի։ Եթե ես սկսեմ խոսել, ապա շնորհակալություններից ցուցակը երբեք չի ավարտվի, որովհետև բեմում շատ լավ տաղանդավոր երեխաներ էին, բալերինաներ։ Այո, եթե կարելի, եթե ժամանակ կտաք, մինչև մյուս շաբաթ կարող եմ նշել բոլոր այն անունները, ովքեր օգնել են այս կոնկրետ այս համարի իրականացման հարցում։ Տոմին եմ շատ շնորհակալ, որը անվերջ երկար տարիներ շարունակ եւ ինձ է օգնել եւ նաեւ այն բոլոր համարների համար է օգնել, որոնք ես եմ ինչ-որ դեր ունեցել այդ համարների համար։ Ժաննա, քեզ շատ շնորհակալ եմ, որովհետև դու այն ուրախ տրամադրությունը, որը ես պատկերացնում էի, այն տոնական վարքյանները, որոնք ես պատկերացնում էի այս երգի համար, դու իրականություն դարձրեցիր եւ ամենակարևորը, որ վոկալը չտուժեց դրանից, ինչը շատ կարևոր է։ Շնորհակալություն։ Շատ շնորհակալ եմ։ Ժաննա ջան, ինչ կասես դու, գոհ ես արդյոք քո ելույթից։ Կրկին ծիծաղելի կանչի, բայց չեմ հիշում ինչպես երգել, բայց հիշում եմ, որ շատ բարձր տրամադրություն ունեի։ Երևի թե այն տրամադրությունը, որի մեջ կար րոպեներ առաջ, կփոխանցվի այն մարդկանց, ովքեր կդիտեն ելույթս։ Շնորհակալություն։ Մեր նախագծում արդյունքները ապահովում է Ժաննան, իսկ նրա արդյունքները ապահովում եք դուք, քվեարկեք 07 համարի ներքո եւ մենք Ժաննային կտեսնենք եւ ուրախ, շատ ուրախ տրամադրությամբ ողջունենք նրան 6-րդ գալահամերգին։ Ժաննա 07։ Հինգերորդ գալահամերգը մոտենում է իր ավարտին, 7 մասնակից ներկայացան ձեզ հեռուստայտնող, համերգից անմիջապես հետո ժամը 22-ին սկսվելու է թեժ ու ակտիվ քվեարկությունը։ Եկեք եւս մեկ անգամ վերհիշենք մեր այսօրվա հրաշալի օրը եւ ով ինչպես ձեզ ներկայացավ։ Վերհիշում Շանթի եթերում։
Pregomesh arhagomesh toro I cannot bind you, but when I do, we'll get a brand new start. I'm in love with a fairy tale, even though it hurts. 'Cause I don't care when I lose my mind. I'm already good. And my life come on, homie, when it hits pain. Do you busy with the care we design? Hey, I heard you like who I was. Ooh, if I took you home, I'd be a home run. Tell me how you do. I was shut down a club with you. Hey, I heard you like who I was. Նորից կմորոներ Արեգակները քեզ նորից համբույր կտան Իմ շուրթերը քեզ նորից կչանաչեն Ու կքշության խոսքեր նորից կասեն Like a lightning bolt, your heart below. And when it's time to know, you just gotta ignite the lights, and then it shine. Just on tonight, like the 4th of July. Baby, you're the fire you are. Come on, let your colors burst. X Factor սա երաժշտական իրադարձություն է, սա ձեր նախագիծն է։ 7 մասնակցից միայն 6-ը կշարունակեն պայքարը հաջորդ շաբաթ, որ 6-նյակը դալիովին կախված է ձեզնից։ Եղեք օբյեկտիվ, հեռուստացտեսություն։ Make me feel like a man. Want you to make me feel like I'm the only girl in the world. Like I'm the only one that you'll ever love. Like I'm the only one who knows you have. Only want you to take it like a tip at night. Make that benduția pahanță, vorbă chesa, mine hanță, și caro vierbec na hanță vet. Ielu trovi mă nașcară, doar tare că ce-am dat pară. Ielu trovi ora ti arriva, ieri că cum asta ti fa viva. Pregomești to, arhagomești to, pregomești arhagomești to. I cannot bind you, but when I do, we'll get a brand new start. I'm in love with a fairy tale, even though it hurts. 'Cause I don't care when I lose my mind. I'm already good. And my life come on, homie, when it
Do you busy with the care we are the same? Hey, I heard you like a walrus. If I took you home, I'd be a home run. Tell me how you do. I was shut down on the land with you. Hey, I heard you like a walrus. Քամիները քեզ նորից կորոնել Արեգակները քեզ նորից համբույր կտան Ու իմ շուրթերը քեզ նորից կչանաչեն Ու կքշության խոսքեր նորից կասեն